Բացել է սիրտդ, հա? Հա? Արի բացենք մեր սրտերը Աստծո առաջ եւ լսենք նրանից։ Գիտես, շատ կարևոր է, որ երբ որ մենք խոսք ենք լսում, ես մեր մոտ ասում եմ, մենք ունենք ցուցամատի օրենք։ Ցուցամատը, գիտես ինչի համար է։ Ոչ թե սրան, նրան, այս թեման լավ կլիներ հարցասստեղ լիներ լսեր, կամ կիսուրս գարու լսեր, կամ ամուսինս այստեղ լիներ լսեր, կամ կինս, այլ ցուցամատ առաջինը մենք պիտի ուղենք ինքներս մեզ ու ասենք, այս թեման ինձ համար է, որպեսզի ես փոխվեմ, որպեսզի ես զգուշանամ, հա? Այդպես անենք, Փառք Հիսուսին, այդպես էլ կանենք։ Եվ թեման, որի մասին այսօր կխոսամ, այսպես եմ անվանել, վերնագրել Աբիսողոմի ոգու վտանգավոր նշանները։ Գիտես, մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում, բայց եւ այնուամենայնիվ հոգեվոր աշխարհը գոյություն ունի։ Կա հոգեվոր աշխարհ, կա դիվային աշխարհ, կան ոգիներ, որոնք որ գիտես ապրում են երկնքի տակ եւ նրանք ժամանակ առ ժամանակ հարձակվում են։ Եվ գիտես, նրանք կան դիվային զորություններ, որոնք ապրում են եկեղեցուց դուրս։ Բայց կան դիվային զորություններ, որոնք հարձակվում են կոնկրետ եկեղեցու վրա։ Եւ այսօր խոսամ հենց այս դիվային զորություններից մեկի մասին, սա Աբիսողոմի հենց այդ կյանքից դուրս եկած այս նշաններն են, որի մասին խոսեմ։ Նախ Հովիվ ջան, քո թույլտվությամբ հանձնարարեմ տնային աշխատանք, տանը անպայման կկարդակ Բ թագավորաց 15-ից 13 գլուխները, որովհետև այսօր մի քանի տեղեր եմ ես կարդում։ 15-ից, ես ինչ ասեցի, 19, պարկ ասո, որ կիրս էստեղ ինձ ուղում է, 13-ից 18, չէ, բայց 15 եմ ասե, նորից խարվեցի, 13-ից 18-ը տան անպայման կկարդակ, Բ թագավորացից։ Այստեղ նկարագրված է Աբիսողոմի կյանք, ով էր Աբիսողոմը։ Աբիսողոմը Դավիթ թագավորի որդին էր։ Իրես առաջին հայացքից նա գեղեցիկ, խարիզմատիկ, ազդեցիկ մարդ էր, բայց սա միայն դեռ առաջին հայացքից էր։ Նա խնդիր ուներ, խնդիրը նրանում էր, որ նրա ներսում աստիճանաբար աճում էր դժգոհության մի ալիք, դժգոհություն եւ թաքնված ապստամբության վտանգավոր մի երևույթ։ Գիտես, նա միանգամից չեկավ սրով, ով է կարդացել այս պատմության մասին, ով է կարդացել, թող դեռ բարձրացնի։ Մենք իմացանք, Աստվածաշունչ կարդալ չեք սիրում։ Սիրելի եկեղեցի, Հովիվների թույլտվությամբ մի բան ասեմ։ Սիրեք Աստծո խոսքը եւ կարդացեք Աստծո խոսքը, որովհետեւ եթե դու չիմանաս Աստծո խոսքը, դու կարաս շատ հեշտությամբ սխալվես, շատ հեշտությամբ, որովհետեւ եթե դու չգիտես ճշմարտությունը, դու կարաս ընկնես ստի մեջ, որովհետեւ գոյություն ունի փաստ, իրականություն, բայց գոյություն ունի ճշմարտություն։ Փաստն ու իրականությունը նա էր, որ փոքր Արենը ուներ խնդիր, որ աղոթեցին դրա համար։ Նա ուներ խնդիր։ Դա փաստ էր, չէ՞։ Սա իրական էր, չէ՞։ Բայց կար ճշմարտություն, որ նա Հիսուսի վերքերով բժշկված է։ Սա ճշմարտությունն է։ Եթե մենք չիմանանք ճշմարտությունը, մենք կարանք խաբվենք։ Համար մենք պիտի կարդանք Աստծո խոսքը։ Հա՞։ Այսպես կարճ գովազդային ընդմիջում արեցի։ Մենք պիտի սիրենք Աստծո խոսքը եւ պիտի կարդանք Աստծո խոսքը։ Տեսեք, Աբիսողոմը Դավիթ թագավորի որդիներից մեկն էր։ Եվ Դավիթ ուներ որդիներ, Դավիթ ուներ կանայք եւ ամեն կնոջից ուներ երեխաներ, այն ժամանակ այդպես էր, տղամարդիկ իրավունք ունեն կամ չունեն լավ իրավունք, բայց ամեն դեպքում Աստված աշկ էր փակում սրա վրա եւ նրանք ունենում են մի քանի կին։ Եվ կանայք էլ ունեցան երեխաներ եւ Աբիսողոմը մի պահի նրան թվաց, որ նա սիրահարվել է Թամարին։ Ինչու եմ ասում Ամնոնը ներողություն, Ամնոնին մի պահ թվաց, որ նա սիրահարվել է Թամարին։ Ով էր Թամարը։ Թամարը Աբիսողոմի քույրն էր։
Ինչ եմ ասում մի պահ թված, որովհետև դա իրականում սեր չէր, այլ անառողջ եւ դիվային գիրք էր։ Եվ ինչ ձևերով դա անպայման կկարդաս տանը, նա խափեց իր ընկերոջ օգնությամբ, խափեց Թամարին բերել տվեց իր տուն, կենակցեց նրա հետ եւ դրանից հետո նրա հոգին շատ ատեց Թամարին եւ նա Աբիսողոմի քույրն էր։ Եվ գիտես, Աբիսողոմը ուներ, այսպես ասած, արդարացված վրեժ իր քրոջ համար։ Եվ ես այսօր ուզում եմ քեզ ցույց տամ, ինչ ա լինում, երբ որ մենք վիրավորանքը պահում ենք մեր ներսում, եւ ինչի ինքը կարա վերածվի։ Աստծո խոսքը ասում է, չես կարա քո գրկում պահես կրակը եւ չայրվես։ Սա համար կա մի բան, գիտես, որը որ մեզ ներսից է փչացնում, կա մի բան, որը մարդու ներսից է սպանում։ Կան երևույթներ, որոնք երևացող մեղքեր են։ Սպանությունն է, շնորհությունն է, սա երևացող են, բայց կան մեղքեր, որոնք չերևացող են։ Ատելություն, նախանձ, վիրավորանք, այսօր խոսանք սրա մասին։ Եվ գիտես, նա միանգամից չեկավ սրով, նա ասի ճանապարհ էր աճում Աբիսողոմը։ Նախ ինչպես նա եկավ շողոքորթությամբ, կեղծ մտահոգությամբ, մանիպուլյացիայով եւ դրված իշխանությունը խաթարելով կամ հեղինակազրկելով։ Գնանք հերթականությամբ։ Գլխավոր վտանգների մասին ես այսօր կխոսեմ։ Առաջինը չլուծված վիրավորանքն է։ Աբիսողոմը ուներ թշնամանք իր եղբոր հետ, իր քույր Թամարի հետ կատարվածի պատճառով։ Ինչպես մի քիչ առաջ նշեցի, որ Աբիսողոմը բռնաբարել էր, ներողությունը, Ամնոնը բռնաբարել էր Աբիսողոմի քրոջը եւ իրականում սա շատ էր խոցել Աբիսողոմի սիրտը։ Եվ տեսեք ինչ էր կատարվում։ Բ Թագավորաց 13-րդ գլուխ 22 խոսք։ Գրված է. Աբիսողոմը չէր խոսում Ամնոնի հետ ոչ վատ եւ ոչ լավ։ Իսկ սա արդեն վտանգավոր է թանկագինս։ Սա վտանգավոր մի վիճակ է ընտանիքի ներսում։ Բերենք, ես ամեն ինչ որ խոսելու եմ, բերելու եմ մեր օրեր, բերելու եմ եկեղեցի։ Գրված է, որ Աբիսողոմը չէր խոսում Ամնոնի հետ ոչ լավ, ոչ վատ։ Սա վտանգավոր մի վիճակ է։ Երբ որ դու գնում ես եկեղեցի, բայց առ ես համարում։ Ու դու ճիշտ ես, հասկանում ես, դու ճիշտ ես, քեզ վիրավորել են, քո քրոջը վիրավորել են։ Դու կարաս ճիշտ լինես, բայց գիտես շատ վտանգավոր է, երբ որ դու այդ վիրավորանքը պահում ես սրտիդ մեջ երկար։ Դու ասես ինչ անեմ։ Գիտես Աստված մեզ տվել է ապաշխարելու, Աստված մեզ տվել է բժշկվելու զորություն։ Երբ որ մենք վիրավորանքը պահում ենք մեր սրտի մեջ, դա մեզ է վնասում։ Սա գիտես ատելության եւ թշնամության տանող նախանշաններից է։ Երբ որ մարդու հետ ոչ լավ ոչ վատ։ Կգնամ եկեղեցի ոչ կբարևեմ, ոչ հաջող կասեմ։ Ոչ կասեմ աչքից վերևը ունք կա, ոչ է կգովամ։ Ոչ լավ, ոչ վատ։ Ես նրան արհամարած ունեմ։ Ես նրան չեմ նկատում։ Գրված է ընտանիքում այսպիսի մի հատ անառողջ վիճակ էր, Աբիսողոմը չէր խոսում Ամնոնի հետ ոչ լավ, ոչ վատ։ Գիտես, երբ որ ընտանիքում նման բան կա, սա արդեն անառողջ մթնոլորտ է։ Ամեն։ Եվ սա արդեն նախանշաններն են։ Եվ այս վիճակին առավել մենք պիտի ուշադրություն դարձնենք։ Եթե հիմա դու նկատում ես, որ քո սրտի մեջ կամ քո կյանքի մեջ կա մեկը, որի հետ դու ոչ լավ, ոչ վատ, սա կարա տանի եղբայրասպանության, որը մենք այսօր կտեսնենք։ Որովհետև Աբիսողոմն ատում էր Ամնոնին, այն բանի համար, որ նա բռնաբարել էր իր քույր Թամարին։ Գիտես, առաջին հայացքից այն փաստը, որ նա ատելություն ուներ, կարող էր արդարացված թվալ։ Բա ինչ էր ուզում։ Քրոջն է բռնաբարել։ Ինչ անեմ, գովամ, չէ։ Բայց գիտես, բաներ կան, որ մենք չենք կարա փոխենք արդեն։ Եղել է, եղած փաստ է։ Եվ այն, որ Աբիսողոմի սիրտը սա շատ խոցեց, եւ նա երկար դա պահեց իր սրտի մեջ, սա նրան դարձրեց, մենք կտեսնենք, ըմբոստ,
Սա նրան այնքան բարձ, այնքան նրան այս մեղքը ճակերտավոր բարձրացրեց, որ նա դուրս եկավ իր հոր թագավորի դեմ, Դավիթ թագավորի դեմ։ Ես առաջի հայացքից մենք կարանք ասենք, ես ինչ թասիբով մի եղբայր է, նայ ոնց է քրոջ իրավունքները եւ թասիբը պահում։ Իհարկե նա լուր մնաց։ Նա լուր էր, բայց նրա ներսում աստիճանաբար աճում էր ապստամբությունը եւ հասունանում էր այն։ Վտանգավոր է, ֆիքսի սա, խնդրում եմ, վտանգավոր է այն վիրավորանքը, որը չի բժշկվում Աստծո առաջ, վերածվում է թույնի։ Այն վիրավորանքը, այն խոցը, որը չի բժշկվում Աստծո առաջ, այո, կարող է քեզ վիրավորել են եւ հենց դու ճիշտ ես, ինքը սխալ է, որ քեզ վիրավորել է։ Ինչ-որ մեկը վիրավորել է քեզ հենց այնպես։ Դու արժան չես եղել դրան, բայց քեզ վիրավորել են։ Ու եթե դու չես կարողանում ուժ գտնես քո մեջ վիրավորանքը Աստծո առաջ բժշկվես, բաց թողես, ինքը կարա կամաց տանի թույնի։ Այսպեսի բան նայեցի ինտերնետում, ինչպես ենք մենք բերում վիրավորանքը Աստծո առաջ շատ հաճախ եւ այդ ասում ենք Աստված մեզանից չի վերցնում դա, գիտես ոնց է լինում։ Պատկերացու շատ սուր դանակ դու սեղում ես քո ձեռքերի մեջ։ Ասում ես Տեր իմ Աստված, ես այս դանակը քեզ եմ տալիս։ Այս վիրավորանքը քեզ եմ հանձնում, վերցրու ինձանից, բայց ինքը շատ սուր է, ու դու շատ ուժեղ սեղմել ես, քոնն ես դարձրել։ Եվ Աստված այնքան բարի է, որ ինքը չի հանում զոռով քո ձեռքի մեջից այդ դանակը, որովհետև քեզ ամբողջությամբ կպատառոտի։ Այդպես ենք մենք հաճախ մեր վիրավորանքները բերում Աստծո առաջ։ Մենք պետք է Աստծո առաջ այն բերենք բաց ձեռքերով, ու ասենք քեզ եմ տալիս։ Վերցրու ես վիրավորանքը ինձանից։ Որովհետև Աստված շատ է սիրում մեզ, եւ ինքը մեզանից զոռով դա չի վերցնելու։ Դες լինում է, երբ որ դրսևանց ծառայում ենք Աստծուն, դրսևանց Աստծուն ենք երևում, բայց ներսում դատում, մեղադրում եւ դժգոհում ենք։ Սրա համար է ասում Եբրայեցիների նամակի մեջի հեղինակը 12:15 զգուշ եղեք, որևէ մեկ Աստծո շնորհից չզրկվի։ Ինչպես են զրկվում Աստծո շնորհից։ Դառնության արմատ թող չաճի ու ոչ ոքի թող նեղություն չտա եւ դրանով շատերը չպղծվեն։ Այդ դառնության արմատը կարա շատերի պղծի։ Դառնության արմատի պատճառով կարան շատերը պղծվեն եւ Աստծո շնորհքից ընկնեն։ Նորից գնանք Բ Թագավորաց 13-ի 23-րդ խոսքում գրված է 2 տարի անցնելուց հետո։ Տեսեք, Աբիսողոմը այս վիճակը պահում էր իր ներսում 2 տարի։ Իսկ սա շատ է թանկագինս, վտանգավոր շատ։ Այո, կարող է քեզ դեղացնեն։ Հենց այնպես։ Վիրավորեն, կպնեն քո ինքնասիրությանը։ Բայց մենք եկեղեցու անդամներ ենք, չէ՞, մենք ով է հայր մեր աղոթքը անում։ Ով անում հայր մերը։ Իսկ ով է հեշտությամբ ասում այս տողերը եւ ների մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներում մեր պարտապաներին։ Այս ինչպես բառը գիտես ինչ է ասում։ Սա խոսում է ներելու որակի մասին։ Ներիր ինձ այնպես, ինչպես ես եմ ներում, չէ՞։ Մենք ուղիղ այդպես ենք, չի ասում Տիրոջը։ Ու երբ որ մենք այս տողերն ասում ենք ներիր ինձ այնպես, ինչպես ես եմ ներում, ու եթե ես չեմ կարողանում ներել, սա նշանակում է, որ Տեր մի ների ինձ։ Մի ների ինձ, ես չեմ կարողանում ներել։ Դուք ասես ինքը արժանի չի, իսկ դու արժանի ես եղել, որ Տերը ներել է։ Իսկ ես արժանի եմ եղել, որ Տերը ինձ ներել է։ Որ մեկս ենք արժանի, որ Տերը մեզ ողորմած։ Մենք պիտի սովորենք մեր Տիրոջից, մենք եկեղեցի հաճախող մարդիկ ենք։ Մենք Աստծո ժողովուրդն ենք։ Եվ գրված է 2 տարի հետո, գիտես, Աբիսողոմը այս մաղձը, այս թույնը պահել է իր ներսում, այս չներումը, այս ոչ լավ, ոչ վատ վիճակը իր ներսում պահել է 2 տարի, սիրելի եկեղեցի։ Իսկ սա վտանգավոր շատ է։ Եվ ինքը մի բան կազմակերպեց եւ Աբիսողոմը սպանում է իր եղբորը։ Եվ նա սպանեց Ամնոնին։ Նա պլանավորում էր։ Նա դա ծրագրավորում էր 2 տարի իր ներսում պահելով։
Միթե այսպես չեղավ առաջի սպանությունը, երբ որ եղբայրը եղբորը սպանեց։ Իրենց Աստծո խոսքն ասում է իր եղբորն ատողը մարդասպան է։ Իր եղբորը սպանողը մարդասպան է։ Գիտես ոնց են վարվում հին աշխարհում մարդասպանի հետ։ Սպանել ես քո եղբորը, սպանել ես մեկին։ Կապում էին նրան քո մեջքից, լավ քո չէ, որ սպանել է։ Կապում են մարդու մեջքից եւ ասում են 7 օր գնա ապրի նրա հետ։ Այդ մեռածին 7 օր, առաջի օրը կարող է մի քիչ հեշտ լինի, հետո երկրորդ օրը, հետո երրորդ օրը սկսում է փտել, փուֆ հոտ է գալիս, գիտես որ ճանճերը հոտի վրա են գալիս, հա, բեզեբուղ, հա, հոտի վրա, կան մեղքեր, որոնք չերևացող են, բայց հոգևոր աշխարհում հոտ են հանում, նախանձը, վիրավորանքը, ատելությունը, ինքը փուֆ հոտ է հանում, ինքը չերևացող, հետո մարդիկ քրիստոնյաները տանջվում են դևերի հարձակման ներքո։ Ասում են, ինչ եմ արել, ոչ մի բան չես ներում։ Շալագած այդ եղբորդ քաշ ես տալիս։ 7 օր չէ, 7 շաբաթ, 7 ամիս, 7 տարի։ Այստեղ Աբիսողոմը 2 տարի քաշ տվեց այդ դիակը իր վրա եւ դևերին հրավիրեց իր կյանքի մեջ։ Եվ նրանք եկան ու շատ եկան։ 7 օր պահում էին դիակը մարդու վրա։ Նա պիտի հաց ուտեր, եթե կարող էր, նա պիտի լողանար, չգիտեմ, տուալետ գնար, հա։ Դե գնա ու ապրի։ 2 տարի նա քաշ տվեց այդ դիակը։ 2 տարի նա ատում էր իր եղբորը։ 2 տարի ոչ լավ, ոչ վատ։ 2 տարի արհամարած։ Գիտես, այդպիսի քրիստոնյաներ կան, գնում են եկեղեցի, ձեռքերը պարզում են երկինք, աղոթում են Աստծուն, բայց սրտի մեջ ատում են կողքինին։ Անես գնամ, որ չտեսնեմ, անես գնամ, որ սենց իբր թե չնկատեցի։ Քաղաքում հանդիպում են, չեմ նկատում ես իրան։ Սա վտանգավոր վիճակ է, շատ վտանգավոր, եւ վտանգավոր շատ է։ Մենք այսօր վերջում կաղոթենք, որ եթե կա չներում, կա վիրավորանք, մենք սա բաց թողենք, բաց ձեռքերով տանք Աստծուն, ասենք վերցրու, քեզ եմ տալիս։ Եվ այսպես եղավ առաջի սպանությունը, երբ որ Կայենը սպանեց Աբելին, այդպես արհամարում էր Կայենը Աբելին, Աստված եկա ասում է, ուր է եղբայրդ, ասում է, ես շատ իմանամ, ես նրա պահակն եմ, այսպես արհամարանքը, ոչ լավ, ոչ վատ։ Հարց եմ ուզում քեզ տալ, ինչ ես կարծում, Աստված գիտեր ուր է Աբելը։ Բախի հարցրես Կայենին։ Ասեմ խի, Աստծուն պետք է մեր պատասխանը։ Աստված գիտի ամենատես, ամենագետ, ամեն ինչ գիտի, ամեն բան մեր կա նրա առաջ։ Ասում ուր է քո եղբայրը Կայեն, շատ իմանամ, նրա պահակն եմ ինչա։ Ուր ես Ադամ, ուր ես, հիշում ես Աստված եկավ Ադամին հետ, Աստված գիտեր Ադամ ուր է։ Բախի հարցրեց, որովհետև Աստծուն պետք է մեր պատասխանը, ուր է եղբայրդ, ուր ես դու թաքնվել։ Աստված ամեն ինչ գիտի, ու ինքը սպասում է մեր պատասխանին, մենք ոնց կպատասխանենք նրանց, ովքեր վիրավորում են մեզ, ու դու ել եմ ասում, դու ճիշտ ես 100%-ով, ինքն է վատը, ինքն է կինոյի վատ տղան, բայց մենք քրիստոնյա ենք, և անում ենք տերունական աղոթքին, դերիր մեզ, ինչպես որ մենք ենք ներում։ Եվ սրանով է վտանգավոր ներսի այս վիճակը սիրելիս։ Եվ փախնում է Աբիսողոմը թագավորությունից, ընտանիքից, այս վիճակը կարա Աբիսողոմներին հանի ընտանիքից։ Այս վիճակը եկեղեցուց մարդկանց դուրս է հանում։ Ոչ լավ, ոչ վատ։ Եթե սա մենք երկար պահենք մեր սրտում, մի օր կասեմ, էլ չեմ ուզում գնամ, էլ թագավորության մեջ չեմ, էլ չեմ կարողանում նրանց հետ։ Մենք արքայության զավակներ ենք, չէ՞։ Երկնքի արքայության զավակներ ենք, եւ գրված է Աբիսողոմը փախավ։ Էլ թագավորի հետ երես առ երես չէր խոսում։ Այս վիճակը շատ է խփում մարդկանց։ Եվ Աբիսողոմը Հովաբի միջոցով, մեկի միջոցով վերադարձավ հետ, բայց կար պայման։ Թագավորն ասեց, թող նա վերադառնա իր տուն, եւ իմ երեսը չտեսնի, եւ Աբիսողոմը վերադարձավ իր տուն, եւ թագավորի երեսը չտեսավ։ Սա էլ է վտանգավոր վիճակ, երբ կարծես թե վերադարձել ես
տուն, երբ կարծես թե վերադարձել ես արքայություն, թագավորության մեջ, բայց օրինակ համար հովի երեսը չես ուզում տեսնես կամ չես տեսնում։ Կգնամ, կնստեմ, քարոզս կառնեմ, կգնամ տուն, հələ չվերջացած։ Ես ձեր մասին չեմ խոսում, ես Ստեփանավանի մասին եմ խոսում։ Կգնամ, քարոզս արդեն փառաբանությունը սկսած կմտնեմ, որ ոչ լավ, ոչ վատ, չեմ բարևի հիմա, մտածեն ուշացել եմ։ Վերջի փառաբանության ժամանակ էլ գնացի վրազեի։ Դա վտանգավոր վիճակ է։ Երբ որ գալիս ես արքայության մեջ, թագավոր երեսը չես տեսնում։ Երկրորդ արտաքինից ճիշտ կեցվածք, բայց իրես Աբիսողոմի վտանգներից մեկը սա է, արտաքինից ճիշտ կեցվածք ինքը ունի։ Ինքը ճիշտ է, դիրքը, խարիզման եւ այլն, բայց Աբիսողոմ ուներ կատարյալ տեսք արտաքին, բ թագավորաց 14:15 ամբողջ Իսրայելում, ամբողջ Քյավառի եկեղեցիներից, ամբողջ Իսրայելում, ասում Քյավառի Ստեփանավանի, Աբիսողոմի պես գեղեցիկ մարդ չկար, նրան շատ էին գովում, իդեպ ասեմ, վախեցի, երբ որ քեզ սկսում են գովել, վախեցի, հենց քո սրտից վախեցի, զգուշացի, ես ինչ լավ ես աղոթում, ասի հովիական ջանրած չլինի, նենց աղոթեցիր, օծություն եկավ, վախեցի, զգուշացի, մի փոքր, նրան շատ էին գովում, ոտքի թաթից մինչև գլխի գագաթը նա ոչ մի արատ չուներ, անարատ եղբայր։ Երբ նա ածիրում էր իր մազերը, նա ամեն տարի վերջ ածիրում էր մազերը, որովհետև ծանր էին լինում նրա համար։ Նրա գլխից կտրած մազերի ծանրությունը լինում էր 200 սիկղ թագավորական կշերքով կշռված։ Սա մոտավորապես մեր հաշվարկով 2.5 կիլոգրամ մազ է անում։ Պատկերացնում ես, մեկ տարվա ընթացքում 2.5 կիլո մազ աճում է։ Հիշում եք ձերի քույրեր 90-ականներին որ աբյոմ եք տալիս է, մեկա չեք հասնի։ Մեկա չեք հասնի Աբիսողոմի մազերի։ Այդ աբյոմներով ոնց եք ասում, մի խոսքով։ Մեկա չեք հասնի։ Գիտես, Աբիսողոմը գեղեցիկ էր, անթերի էր, խելացի, ազդեցիկ, ժողովրդի կողմից սիրված, բայց նրա սիրտը խոնար չէր։ Արտաքինից նա ուներ գեղեցիկ կեցվածք, արտաքինից անթերի էր, բայց նրա սիրտը խոնար չէր։ Մի պահ մազերը թողնենք, հետո կվերադառնանք, լավ։ Գիտես, այդպես էլ այսօր կարող է լինել արտաքինից գեղեցիկ երկրպագու, խելացի, ազդեցիկ, շրջապատված սիրված մարկանցով, բայց սիրտը, սիրելի սիրտը, Աստված սրտին է նայում, Աստված սիրտն է ուզում մարդու։ Մենք արտաքինից կարանք կշռենք ու մեկը շերքը տարբեր Աստծո կշերքից։ Ես միշտ հիշում եմ այն հարուստ երիտասարդին, ով է հիշում, Մարկոսի ավետարան 10-րդ գլխում է կարծեմ գրված։ Գրված է մեկի մասին է նկարագրված, որ նա վազելով եկավ Հիսուսի մոտ։ Այս պատկերից վազելով եկավ եկեղեցի, վազելով եկավ Հիսուսի մոտ, ծնկի իջավ, հələ ոնց է երկրպագում։ Ու հարցեր է տալիս, հետաքրքրված է հավիտենական կյանքով, ինչ անեմ։ Ինքը գործ է ուզում անի Հիսուսի համար։ Ինքը բան է ուզում արած լինի եկեղեցու համար, ինքը բան է ուզում արած լինի։ Ինչ անեմ։ Հիսուսը ասեց պատվիրանները, գիտես, մա գիտեմ, մանկուց ի վեր եկեղեցու մեծացած մեկն է։ Եկեղեցում է մեծացել։ Մանկուց ի վեր պահում եմ պատվիրանները։ Հիսուսը ասեց լավ ես անում, բայց մի բան քեզ պակասում է։ Հորը խոսում էր մամոնայի մասին։ Ասում է գնա, ինչ որ ունես վաճառի, բաժանի աղքատներին, հետո կգաս, երբ որ ձեռքերդ ազատվեն մամոնայից, կգաս քեզ բան ունեմ տալու, խաչ ունեմ տալու, որի վրա մահանում են, իդեպ ասեմ։ Այսօր խաչը մեր համար զարդ է, հա? Բայց այն ժամանակ մահապատժի գործի, կգաս քեզ բան ունեմ տալու, խաչը կտամ, կվերցնես ու իմ հետևից կգաս։ Ու այդ քո կյանքը 70, ուժով 80,
այսօր դեղերով 90, եկա մի օր մահանալու ենք բոլորս, ու կանգնելու ենք Աստծո առաջ, եւ պատասխան ենք տալու այն ունեցվածքի կամ այն քանքարների, այն տաղանդների համար, ինչը մեզ Տերը տվել է, չէ՞։ Այսինքն այդ հարուստ երիտասարդներն ուներ ճիշտ կեցվածք, բարեպաշտ, երկրպագու, վազելով էր գնում Հիսուսի մոտ, բայց գրված է նա Հիսուսից հեռացավ տխուր։ Հիմա վերադառնանք Աբիսողոմին։ Դրա ներսում ուներ թաքնված ամստաբություն կամ մրցակցության ոգի։ Իրես երբ որ մարդու ներսում կա թաքնված ամստաբություն կամ մրցակցության ոգի, սա արդեն վտանգավոր է։ Նա բնակվում էր թագավորությունում, բայց իր օրենքով էր շարժվում։ Նա ապրում էր թագավորության մեջ, բայց իր օրենքով էր շարժվում։ Ես իմ ձևով կանեմ, իմ նման կապրեմ, իմ նման կաղոթեմ, իմ նման կծառայեմ, ես ոնց որ պատկերացնում եմ։ 14:28 թագավորած։ Եվ Աբիսողոմը 2 տարի մնաց Երուսաղեմում, բայց թագավորը երեսը չտեսավ։ Պատկերացու մի պահ, 2 տարի գնում են, եկեղեցի ու թագավոր երեսը չեն տեսնում։ 2 տարի նույն արքայության մեջ, նույն ընտանիքի մեջ, բայց թագավոր երեսը չեն ուզում տեսնել։ Եվ 28-ից 33 խոսքերը Աբիսողոմը Հովաբի գարու արտերը այրելով հասնում է հանդիպման թագավորի հետ։ Նա մոտենում է Հովաբին, ասում Հովաբ, բարեխոսի, ես գնամ թագավոր երեսը տեսնեմ, ասում է չեմ գնա Հովաբը։ 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ, 4-րդ անգամ նա գնում եւ Հովաբի արտերը այրում է։ Ես վտանգավոր է այս տեսակը, որ իր ուզածին հասնելու համար պատրաստ է մարդկանց արտերը այրի։ Մարդկանց այգիները այրի։ Իր ուզածին հասնելու համար կարա մարդկանց վրայով անցնի։ Վտանգավոր այս տեսակը իր ուզածին հասնելու համար մարդկանց ծառայությունները փչացնի։ Արտերը, բերքը, ունեցածը, այս տեսակը շատ վտանգավոր է։ Սա Աբիսողոմն է, սիրելիս։ Եվ 33-րդ խոսք։ Հետո Հովաբը համաձայնվում ու գնում է թագավորի մոտ ու նրան պատմեց եւ նա կանչեց Աբիսողոմին։ Նա եկավ թագավորի մոտ, երկրպագեց նրան, մինչև գետին խոնարհվելով նրա առաջ եւ թագավորը համբուրեց Աբիսողոմին։ Ու թագավորը ընդունեց Աբիսողոմին, բայց կինոն դեռ նոր պիտի սկսվեր։ Երրորդ վտանգը դրված է մարդկանց սրտերը նա սկսեց շահել։ Երրորդ վտանգավոր նշանը սա է, մարդկանց սրտերը շահելը կամ գաղտնի գողանալը։ Ռուսերենում է լավ գրված, վկրադывался в сердца։ Գիտես, լավ է, որ մարդը ունի ունակություն մարդկանց սրտերը շահելու, բայց Քրիստոսի համար։ Լավ է, որ մարդը ունի ունակություն մարդկանց սրտերը շահել, բայց գիտես, կան մարդիկ, որ շահված սրտերն են շահում։ Սրտերը շահված են, կպած են հովին, կպած են, հասկանում ես, եկեղեցուն, եւ կա Աբիսողոմ, որ գալիս է այդ մարդկանց սրտերը շահում է դեպի իրեն։ Պոկումը, հասկանում ես, վկրադывался։ Իր շուրջն է, իր շրջապատն է, հեսա կանցնենք, կամաց կարդանք 15-րդ գլուխ 1-ից 6 խոսքերը սիրով կընթերցեմ քո համար։ Գրված է դրանից հետո Աբիսողոմը իր համար կարգեր, նա տեղավորվեց, եկավ, թագավոր ընդունեց, թագավորության տեղավորվեց, ամեն ինչ լավ է, վերջ, իմ դիրքը, իմ պոզիցիան, իմ օծությունը, հա ամեն ինչ տեղում է, իմ ծառայությունը։ Աբիսողոմը իր համար կուրքեր եւ ձիեր եւ իր առաջից վազող 50 սուրհանդակներ պատրաստեց։ Աբիսողոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դռան ճանապարհին եւ երբ որ դատ ունեցող ամեն մարդ գալիս է որ գնա թագավորի մոտ դատվելու, Աբիսողոմը նրան կանչում էր իր մոտ եւ ասում. դու ո՞ր քաղաքից ես, սիրուն տղա։ Եվ նա ասում էր, քո ծառան Իսրայելի ցեղերից մեկից է։ Աբիսողոմը նրան ասում էր, տես քո պահանջները բարի է եւ արդար են, բայց թագավորի կողմից նշանակված մեկը չկա, որ քեզ լսի,
Դες խոսում այստեղ արդեն թագավորի բացերի մասին, Եվ Աբիսողոմ ասում էր, երանի թե ինձ դատավոր դնեին այս երկրում, այ բաց այս ծառայությունը եկեղեցում, այստեղ գիտես ոնց կաներ, գիտես ես ոնց կաներ ծառայությունը, բաց ունի, թագավորը չի տեսնում, հա, լավ հեսա կանդրադառնանք սրան, երանի թե ինձ դատավոր դնեին այս երկրում եւ ով վեճ ու դատ ունենար գար ինձ մոտ, ես նրա իրավունքը կպաշտպանեի եւ երբ երկրպագելու համար մարդ էր մոտենում նրան, այսինքն խոնարհվելուն, նա մեկնում էր իր ձեռքը, բռնում էր ու համբուրում էր նրան, ինչ ես անում եղբայր ջան, նա ինչ փափուկ է ինքը, ինչ հարմար է ինքը, ինչ լավն է ինքը։ Եվ Աբիսողոմը այդպես էր անում Իսրայելի ամեն մեկի հետ, ով դատվելու համար գալիս էր թագավորի մոտ։ Եվ Աբիսողոմը Իսրայելի մարդկանց սրտերը շահեց։ Տես, ինչպես նա կամաց վկրադվился, ինչպես նա կամաց գաղտնի գողացավ մարդկանց սրտերը։ Իրես, երբ որ Աբիսողոմները հայտնվում է եկեղեցում, երբ որ Աբիսողոմը հայտնվում է եկեղեցում, նա առաջին իր շուրջը ստեղծում է իր կոմֆորտը։ Ինչա գրված, Աբիսողոմ իր համար կարգ է, ձի էր եւ իր արջևից վազող 50 սուրհանդակ։ Ես գիտեմ այստեղ կատարյալ ամեն ինչ, մեր մոտ իսկ իսվեմ Ստեփանավանից։ Եվ որ Աբիսողոմը հայտնվում, ես նայում եմ, առաջից վազվզուղներ, 50 սուրհանդակներ, վազվզում են, տանում բերում, տանում բերում, ինչ-որ sense կոմֆորտ է ստեղծում Ստեփանավանում։ Աբիսողոմը կարգ էր, ձի էր, ունեցված է, այսպես մի հատ զորք է, իր շրջապատում է։ Գցելու եք այս ինտերնետ։ Ստեփանավանում։ Քյավառում չէ։ Իր արջևից վազող 50 սուրհանդակներ։ Այս ոգին հավակնում է գրավել Հիսուսի տեղը եկեղեցում։ Դուք ասես ոնց։ Հեսա կասեմ, գրված Աբիսողոմը կանուխ վեր էր կենում, կանգուն դռան ճանապարհին, եւ երբ որ դատ ունեցող ամեն մարդ գալիս էր, որ նա գնա թագավորի մոտ, դատաստան անելու, նա նրանց դիմավորում էր։ Որտեղ էր նա կայնում ճանապարհին, դռանը։ Հիսուս ասեց, ես եմ դուռը, ես եմ ճանապարհը։ Գիտես, Աբիսողոմի ոգին, մարդու չենք անձնավորում, հա։ Աբիսողոմի ոգին հավակնում է գրավի Հիսուսի տեղը եկեղեցում։ Գիտես, մի փոքր անձնավորեմ, լավ։ Մարդիկ կան, որ Հիսուսը թույլ է տալիս նրանց կյանքի մեջ արհավիրք, թույլ է տալիս, ոչ ինչն է բերում, թույլ է տալիս մի խնդիր, որ այդ մարդը վերջապես ֆայմի, ծնկի իշտի Աստծո առաջ, աղաղակի Աստծուն եւ Աստված պատասխանի։ Եկել օպ նրա Աբիսողոմը կտրում է այդ մարդու դեմ, ասում ես քեզ կօգնեմ, արի ես կաղոթեմ, արի ես կստանամ Աստծուց, քեզ կասեմ, առանց ինձ ոչ մի բան չես կարող ունենաս, առանց ինձ, իմ աղոթքով, իմ ծոմերով, իմ հայտնությամբ, իմ մարգարեությամբ, այս ոգին հավակնում է գրավի Հիսուսի տեղը եկեղեցում, լինում է, որ Աստված թույլ է տալիս, բերում է մի անկյուն մարդուն, որ նակաու դառնի մի հատ այդ մարդը վերջապես աղաղակի Աստծուն, այդ մարդիկ կտրում են Հիսուսի դեմը, կտրում են, հասկանում ես։ Գրված է, որ նա առավոտը կանուխ, այս ոգին շատ աշխատասեր է, շատ, գիշերները կաղոթի, ցերեկները կաղոթի, ինքը միշտ աշխատասեր, ինքը միշտ աշկին գնող է, ինքը դռան մոտ, ինքը ճանապարհին, Հիսուսն ասեց, ես եմ դուռը, ես եմ ճանապարհը ու ես եմ ճշմարտությունը, նրանք դատի համար էին գալիս, ճշմարտության հետևից էին գալիս, հասկանում ես, ոչ ոք եւ ոչինչ իրավունք չունի գրավի Հիսուսի տեղը եկեղեցում, Աստված ամեն տեսակ կուրքեր քանդող Աստված է, փառք Հիսուսին, ոչ մի կուրք, այո, փառք Հիսուսին, Դված Աբիսողոմը նրանց ճանապարհը շեղում էր, կտրում էր, սա վտանգավոր երևույթ է։ Հաջորդը այս ոգին շատ փափուկ է եւ հարմար։ Բայց տես քո պահանջները բարի եւ արդար են։ Դու ճիշտ ես։ Ինքը միշտ փափուկ է, ինքը բարի է, ինքը չոր չի։ Հիշիր, սատանան միշտ էլ հարմար է։ Միշտ էլ հարմար է։ Սոված ես, ասա քարերի թողած լինի։
Ինչ ես ուզում։ Իշխանություն։ Դրա համար ես եկել Հիսուս։ Տալիս եմ, իմն է, տալիս եմ։ Ինչ ես ուզում։ Ինքը հարմար է, հասկանում ես։ Ինքը փափուկ է։ Միշտ չէ, որ փափկության հետևում Աստված է կանգնած։ Հիշիր, Աստված երբեմն այնքան կար ասես ցավացնող ասի։ Մենք ձեր հովին շատ ենք սիրում։ Ինձ անհնարին է, որ երբ որ նրա մասին խոսանք, մեր գորիներով չժպտանք։ Բայց երբևիցե նա այստեղից քարոզել է իժի զավակներ։ Քարոզել է։ Հիսուսը քարոզել է։ Ով անհավատ սերունդ, միջև երբ ձեզ պիտի դիմանամ։ Քարոզած կա։ Հովիվը դժվար թե քարոզած լինի։ Ես չեմ քարոզ, այդ դուխը չունեմ։ Հիսուսը քարոզել է։ Իրես երբեմն Աստծո պատասխանը կարա ցավեցնող լինի։ Աստծո ասածը կարա կտրի, բայց բժշկող կտրի։ Ու միշտ չի, երբ որ մարդիկ փափուկ են, դա Աստված է ուրեմն։ Այս մարդը, այս ոգին շատ փափուկ ու հարմար էր։ Ինքը շատ հարմար էր։ Հաջորդը, այս ոգին քանդում է դրված կարգն ու իշխանությունը։ Ես ամեն կետի վրա կարամ կանգնեմ րոպեներով խոսամ, բայց մեր ժամանակը գնում է։ Հաջորդ այս ոգին քանդում է դրված կարգ եւ իշխանությունը, ինչ ասում, բայց թագավորի կողմից նշանակված մեկը չկա, որ քեզ լսի։ Դու պահանջ ունես, գիտես, եկեղեցին բաց ունի։ Անգամ հովիվն է լավ ասում մի քույրի կարծեմ մոտեցավ, ասեց, հովիվ, ես 3 բանը մինուս եմ գտել ձեր եւ ձեր ծառայության վրա, ասում եմ 3 այդքան քիչ։ Ես 13-ը ես պատմեմ իմ դեֆեկտներից։ Գիտես, երբ որ ասում եմ մի տեսակ բան է, որ ոնց ասեմ դե, ես փափուկ են իրանք շատ։ Ախր լավ կլիներ այս ծառայությունը լիներ, հովիվը չի տենում երևի թե այս ծառայողն է պետք։ Այս ծառայողն է պետք։ Այստեղ է մենակ կարա կամ այս աղջիկը մենակ կարա։ Թագավորի կողմից նշանակված մեկը չկա։ Չկա այդ ծառայողը։ Բաց կա եկեղեցում, հա։ Խնդիր մենք ունենք։ Բայց այդ թագավորը որ չի նշանակում ես ով եմ։ Բայց Երանի ես լինեի, Երանի ինձ նշանակեին, հա։ Ես սրա նշաններն են։ Բացերի մատնանշում։ Ես գիտեմ, որ ձեր մոտ չէ, մեր մոտ այնքան բացեր կա։ Մատնանշողներն էլ կան։ Երբ որ բացերին մատնանշում ա լինում, այս ինչ տեղը բաց է, այն ինչ տեղը թերի է, այս մի տեղը թույլ է։ Մշտական քննադատություն առաջնորդի նկատմամբ։ Միշտ քննադատ, միշտ կրիտիկա, միշտ ինչ-որ մի բանից գոհ չի աբիսողոմը։ Միշտ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բանի ինքը, գիտես, թերություններ է գտնում։ Հեգնանք եւ սարկազմ նույնպես նշան է։ Կասկածների ստեղծում եւ ի վերջո զրույցներ մենք մերոնցովի քողի տակ։ Մենք մերոնցով խոսում ենք։ Աղջի Վարդուշ կգաս կոֆե խմենք։ Ու հետո մենք մերոնցով անցնում ենք սենց եկեղեցի, մտնում ենք, այս բացը, այն մինուսը, այս խնդիրը, Վարդուշ կար այստեղ։ Դες անուն եմ ասում, որ չլինի։ Կամ կարա լինի։ Իմ զոքաջի անունն է, դուխով ասեմ։ Կամ տնային խմբակը աստիճանաբար վերածվում է քննադատության։ Ու մեկը գիտես ինչ հայտնություն են ստանում դևերը դիվային աշխարհում, այսպես խմբակ եմ գտել։ Այսպես հո չեն բամբասում։ Գնանք կերակրվելու բամբասանքով։ Գիտես որ դևերներ են ուզում կերակրվեն։ Ու իրանք ման են գալիս անջրդի վայրերում, չեն գտնում այդտեղ բնակվելու համար, գնանք այդ կրոնական ոգիներ կան իրականում։ Գնանք այսպես խմբակ եմ գտել։ Հավաքվում են արագի մեջ թեման շփթ,
ու մտանք օֆենդիր ու մտանք քննադատության եւ բամբասան ում խմբակ է մտել հիմա ես ում խմբակ է մտել լուր ժպտա քեզ մի մատնի մենք զգուշ պիտի լինենք որ հանկարծ խմբակը որտեղ մենք պիտի հավաքվենք միայն Հիսուս Քրիստոսի շուրջ եւ նրա առանցքի շուրջ պատտվենք չվերածենք հանկարծ քննադատության մենք մերոնցով խոսում ենք դե մենք մերոնցով ենք խնդիր ենք վերհանում այո այնքան է սիրտս ցավում ոնց հովիվը չի տենում ախր ոնց չի տենում հաջորդը այս ոգին ձգտում է իշխանության ուշադիր արդարության ձայնի քողի ներքո ես եմ արդարության ձայնը ես եկեղեցում ինքը ձգտում է իշխանության բայց արդարության ձայնի քողի ներքո դե ոչ ոք ձենանող չկա ես պետք է ասեմ ես պետք է իր պորտը տեղադրեմ եթե ես չէ բայելով Աստված ինձ է բացել հասկանում եք եթե ես չէ բայելով կարա Եվ Աբիսողոմ ասում էր, երանի թե ինձ դատավոր դնեին այս երկրում, եւ ով վեճ ու դատ ունենար գար ինձ մոտ, եւ ես նրան իրավունքը կպաշտպանեի։ Աբիսողոմները բողոքում են դրված իշխանությունից, ես ինչ կարգ ու կանոնա, ես ինչ դրված կա։ Պարտադիրա սենց լինի, պարտադիրա են էս լինի։ Ստեղծում է անվստահություն կամած Կաթիլ գումարած ժամանակ հավասարափոս չէ Եկ անգամ այսպես թեմա ստացա անվանել եմ կաթիլի զորություն կամուրջի տակով գնում էի ակս ընկավ մեծ փոսի մեջ ջուր կար չտեսա եւ մի հատ կաթիլ ընկավ մեքենայի հայերենով ասած պատբրիսին այս հայտություն ստացա Կաթիլը ժամանակի մեջ այստեղ փոս առաջացրել Կաթիլ գումարած ժամանակ հավասարափոս Գիտես քննադատություն գումարած ժամանակ հավասարա վստահությունը կորցնում է մարդը Ինչքան էլ լավը լինի թագավորը ինչքան էլ գիտես Դավիթն է հասկանում ես դա Աստծո օծյալն է նույնիսկ Աստծո օծյալը անցավ սրա մեջով Նույնիսկ Դավիթ թագավորը բախվեց այս խնդրի հետ Ներկայացնում էր ինքն իրեն թագավորից ավելի սրտացավ Ինքը սրտացավ հասկանում ես Աբիսողոմը ինքը ներկայանում է Դավթից սրտացավ Հույվը չի տենում բայց գիտես ափսոս որ չի տենում ախր ոնց չի տենում ախր ոնց չի նկատում Ոնց քո իրավունքը չի պաշտպանվում դու սենց հիմա սենց անարդար են քո հետ վարվում Եվ ձգտում էր անձի ճանաչողության Աբիսողոմը ձգտում է անձի ճանաչողությանը Ինչպես է այս ոգին գործում այսօր Նորից եմ ասում քեզ չեն գնահատում կամ ես ավելի լավ կանեի կամ եթե ես լինեի ու գնաց Առաջնորդը սխալվում է եւ արդյունքում հետևեք ինձ Ես կանեի, ես կանեմ, ես կորոշեմ, ես քո գատատը կտեսնեմ Ձեզի սա քանդում է եկեղեցին ոչ թե արտաքինից, այլ ներսից Այս բամբասանքները գիտես ինչքան են քանդում Այս մարդկանց սրտերը գողանալը Գիտես ոնց է քանդում, շահելը Շահված սիրտ էլ ուր է շահում Գիտես դրա համար ռուսերենը կոչել է գողանալ Որտեղ սիրտը արդեն տեր ունի Սիրտը կպած է եկեղեցուն, սիրտը կպած է իր առաջնորդին, իր հովին, սիրտը կպած է թագավորին, թագավորի մոտ է չէ գնում, սիրտը կպած է։ Գնային մեկին հանդիպի, գնային մեկին օգնի, ում սիրտը ազատ է։ Գնա իր սիրտը շահի։ Ուելի բեր թագավորին։ Հաջորդ այս ոգին մանիպուլացնում է եւ շողոքորթությամբ եւ սիրով։ Այս ոգին մանիպուլացնում է շողոքորթությամբ եւ սիրով շողոքորթում է ինքը մանիպուլյացիա է անում ու սիրով ինքը սիրում է
ինքը լիքը սեր ունի։ Գրված է, եւ երբ որ երկրպագելու, ես գիտեմ, այստեղ խոնարհվել բառն է, խոնարհվելու համար մարդ էր մոտենում նրան, գալի մատ խոնարհվում էր։ Պակլոն, sense շնորհակալություն։ Մարդ էր մոտենում նրան, ինչ էր անում, նա մեկնում էր իր ձեռքը, բարձրացնում էր ու համբուրում էր։ Աբիսողոմները միշտ հմայիչ են, հասանելի են ու սիրով լցված։ Իրանք միշտ սիրում են, իրանք փափուկ են, իրանք հարմար են, իրանք միշտ էլ հարմար են, սիրելիս։ Նա գրկում ու համբուրում էր մարդկանց, վատ չի գրկելու համբուրելը։ Սիրտը որտեղ էր բայց։ Սիրտը թագավորի դեմ ապստամբության մեջ էր։ Այդ մարդկանց շահում էր, գիտես քանի տարի, հեսա կանդրադառնան քանի տարի, դու կզարմանաս հաստատ։ Խաղում էր մարդկանց գասմունքներով, նա հաճոյախոսում էր մարդկանց, ձևացնում էր խորը մտահոգություն։ Կարող է տնից դուրս չգամ 2 օր։ Մտահոգվի քո համար, ծոմեր վերցնի։ Գիտես, մի նման երևույթ էլ կա, դա Հեզաբելի ոգին է։ Նման երևույթ է, բայց տարբեր են։ Հեզաբելի ոգին հիմնական դուրս է գալիս եկեղեցու մարգարեական պարգևի դեմ։ Հեզաբելը հիմնականում խփում էր մարգարեներին։ Եղիա մարգարեին ընկավ դրան մեջ։ Հովանես մարգարեին գխատեցին Հերոդիայի պատճառով։ Այսինքն իր խնդիրը մարգարեի հետ է, եկեղեցու մարգարեի հետ է, մարգարեության, իսկ Աբիսողոմը ավելի շատ եկեղեցական քաղաքականություն է վարում։ Մենք այսօր բոլորս, հա, քաղաքական դաշտի մեջ շատ եք չեկանք, չէ՞, երկրի, ընտրություններ է։ Դրա համար տեղյակ են, գիտեն, քաղաքականությունը լավ բան է, ժողովուրդ, կեղտոտ է, չէ, իրար ինչ ասես, ասում են, անում են, շրջանցում են եւ այլն։ Եկեղեցական քաղաքականություն էլ կա։ Այս ոգին Աբիսողոմը ինքը ավելի շատ եկեղեցական քաղաքականությամբ է զբաղվում։ Ու կարա ձևացնի խորը մտահոգություն, բայց նպատակը ազդեցություն ձեռք բերելն է։ Որ ազդեցություն ձեռք բերեմ ու մարդկանց սրտերը շահեմ։ Երբեմն շփիտը թաքցնում է մարդու կեղծ ամբիցիաները։ Գիտես, վտանգավոր են ամբիցիոզ մարդիկ։ Նկատի ոչ թե նպատակասլաց, այլ ամբիցիոզ, որ սեփական ամբիցիաներ ունեն։ Մի լավ ֆիլմ կա ռուսական, սովետական, Служебный роман, ով է նայել։ Մի քանի հոգի մեծերից նայել են, լավ ֆիլմ է, որ հիշում եք, նոր փոխտնօրեն է գալիս, ասում է, какой человек Бубликов, այն ասում է, կարիերիստ, ասում ես կարիերային, այդ մարդիկ վտանգավոր են, որ կարիերայի են ձգտում միայն, Երևանն են ձգտում։ Եվ Աբիսողոմը այսպես էր անում Իսրայելի ուշադիր ամեն մեկի հետ, ով դատվելու համար գալիս էր թագավորի մոտ։ Հարց ունեմ ես, միթե բոլորն էին արդար, միթե բոլորն էին ճիշտ, բայց նա բոլորին ասում է դու ճիշտ ես։ Պատկերացնում ես կեղծավորությունը որտեղ է։ Աբիսողոմը բոլորին էր այսպես անում։ Ոնց կարա բոլորի դատը լինի ճիշտ։ Ոնց կարան բոլորը ճիշտ լինեն։ Ոնց կարան բոլորը արդար լինեն, դա գալիս են արդարադատության հետևից, ճիշտ է։ Եվ գրված Աբիսողոմը ամեն մեկին այսպես էր անում։ Ոնց կարան բոլորը ճիշտ լինեն։ Սա գիտես ինչի մասին է խոսում, որ նա կեղծավորում էր։ Նա ուղղակի ասում էր այն ինչերը այդ մարդիկ ուզում էին լսեին։ Շողոքորթում էր։ Գիտես, Աբիսողոմը միշտ է քեզ կասի այն ինչը դու ուզում ես լսես։ Դու լավն ես, դու արդար ես, դու բարի ես, դու մեղք չունես։ Եկեղեցին է բացեր ունի, որ չեն տեսնում քեզ, չեն գնահատում քեզ։ Քո դատը չեն տեսնում, դու ճիշտ ես։ Ոնց կարա բոլորը ճիշտ լինի։ Դες այդպիսի բան չի կարող լինել։ Խոսքը կասի նման մարդկանց, վայ ձեզ, եթե ձեզ բոլորը սիրեն։ Հիշում ես, սա Հիսուսի խոսքերն են։ Վայ ձեզ, եթե ձեզ բոլորը սիրեն, նշանակում է, գիտես, ինչ դու շողոքորթում ես։ Նշանակում է, որ դու կեղծավոր ես։ Ոնց ասում, դուրսը քահանա, տանը սատանա։ Եվ Աբիսողոմը Իսրայելի մարդկանց սրտերը շահեց, այսպես անելով։ Այսպիսի մարդիկ փնտրում են կողմնակիցների,
Հավաքում են իրեն շուրջը մարդկանց եւ ցանկանում են էմոցիոնալ կերպով կապել մարդկանց իրենց հետ, էմոցիաներով, ոչ թե հոգով։ Մենք Քրիստոսի հոգով պիտի կապված լինենք իրար հետ, այլ ոչ թե էմոցիաներով։ Ամեն։ Եվ մի քանի տեղ եւ մենք կաղոթենք։ Արտաքինից հոգևոր տեսք, բայց առանց հեզությամբ։ Ու գրված է 15-րդ գլուխ 7-րդ խոսք 40 տարի անցնելուց հետո պատկերացնում ես այս վիճակը շարունակվել է 40 տարի։ Դա մի ուրիշ տեղ գրված է, որ թագավորի 40-րդ տարում մի խոսքով երկար է սա եղել 40 տարին լրանալու պես։ Մի խոսքով այստեղ թիվ է նշում ամեն դեպքում 4 Ես մի քանի տեղ նայեցի 40 էր գրված ամեն դեպքում ուրիշ մի քանի տեղ 40 էր մի ուրիշ տեղ էլ կա որ թագավորի 40-րդ տարում թագավորության մի խոսքով տարիներ շարունակ այս վիճակը տեղի ունեցել եւ Աբիսողում ասում է թագավորին հիմա ուշադիր մի հետաքրքիր տեղել եմ ասում թող գնամ Քեբրոնում կատարեմ իմ ուխտը որ խոստացել եմ Տիրոջը այս ոգին կրոնավոր Երևալ գիտի խոստացել եմ Տիրոջը քանզի ես քո ծառան երբ բնակվում էի ասորիների Գեսուրում ուխտ եմ արել ասելով եթե Տերն ինձ վերադարձնի Երուսաղեմ ես ծառայելու եմ Տիրոջը Գիտես ասում է թող ես գնամ ուխտս անեմ գիտես նման մարդիկ կան որ ասում են Հոյ ջան ես առանձնանամ մի հատ էլի ասենց ես իմ ճանապարհով գնամ ուխտ անեմ գնամ առանձնանամ Աստծո հետ գնամ մի ամիս եկեղեցուց դուրս հասկանամ ինչ հատեր ինձանից ուզում ոչ ոքին չեմ անձնավորում բայց կարա լինի այսպես ինքը ասում է ես գնամ առանձնանամ ինքը կրոնական ինքը հոգևոր Երևալ գիտի ես Աբիսողում ասում էր ճիշտ բառեր նույնիսկ խողարկում էր Աստծուն երկրպագելու տեսքով գնամ երկրպագեմ ուխտ անեմ ինքը ճիշտ բառեր գիտի Նա ասաց, որ գնում Աստծուն երկրպագի, բայց իրականում ապստամբություններ պատրաստում։ Աբիսողոմները, երբ որ գիտես հեռանում կտրվում են, մենք պիտի զգուշ լինենք, որ հանկարծ նրանք ապստամբություն չանեն, չկազմակերպեն, որտեղ արդեն շահած սրտեր ունեն։ Որտեղ են շահել թագավորության մեջ, թագավորության ներքո, շահում են սրտերը, գողանում են սրտերը, հետո ասում ես գնացի։ Ես գնամ, դա ուխտ ունեմ, գնամ ծոմապահության, մի տարի, կամ չգիտեմ ինչքան ժամանակ, գնում է, որովհետև սրտեր ունի այստեղ, այդ սրտերը անպայման, մենք այդտեղ զգուշ լինենք, սիրելի աղոթողներ, զգուշ եղեք, խնդրում եմ, աղոթեք հովի համար ճիշտ բառերով, հռչակումներ մի արեք, թող տեսնի, բացի նրա աչքերը, չէ, օրհնեք եթե կարաք, լավ է թեմայի մեջ չեմ մտնելու Նման մարդկանց նախանշաններն են հոգևոր խոսույթ, կրոնական տեսք, ցուցադրական ծառայություն, բայց ներսում փառասիրություն եւ հպարտություն կա։ Հինգերորդը ապստամբություն Աստծո հաստատված կարգի դեմ։ 15-րդ գլուխ 12 խոսք Աբիսողոմը զոհերը մատուցելիս մարդ ուղարկեց Դավթի խորհրդական Գեղոնացի Ակիտուփերի մոտ եւ նրան բերել տվեց Գեղոն քաղաքից։ Դավաճանությունը հզորանում էր։ Եվ ժողովուրդը գնալով շատանում էր Աբիսողոմի մոտ։ 13-րդ խոսք։ Մի լրաբեր եկավ Դավթի մոտ եւ ասաց. Իսրայելի մարդկանց սրտերը Աբիսողոմի հետ է։ Աբիսողոմի ոգին չի հանդուրժում ենթարկվելը։ Ինքը չի կարող հանդուրժի։ Ինքը մի որոշ ժամանակ ձև կտա, ասում է քո ծառան գնա։ Ցույց է տալիս, ես քո ծառայողն եմ, ես քոնն եմ, դու իմ թագավորն ես, դու իմ հովիվն ես, հա։ Ինքը կարա ցույց տա, բայց ինքը չի հանդուրժում ենթարկվելը։ Որտեղ նա կամենում է ոչ թե ծառայել, այլ ղեկավարել։ Կա հսկայական տարբերություն ծառայելու եւ ղեկավարելու միջև։ Ու նույնիսկ նորից եմ ասում, Դավիթ թագավորը Աստծո օծյալը բախվեց նման բանի հետ։
Նախանշաններն են, խնդրում եմ ոչ ոքին չուղես, միայն քեզ կուղես, լավ, նախանշաններն են, մարդը չի ընդունում հանդիմանությունը, սա վտանգավոր է, երբ որ խոսում ես, ասես ես ինչ խնդիր ունես, եղբայր, հանդիմանում ես նրան, ինքը չի ընդունում հանդիմանությունը, չգիտի ինչպես լինի աշակերտ, դիմադրում է խրատներին, չի ընդունում, հաջորդը սերմանում է պառակտում, այսի շատ վտանգավոր է, երբ որ պառակտում է բերում, սերմ է անում, ինքը ցանում է, մնացածը սերմի գործն է, ինքը ցանում է, մարդկանց սրտերի մեջ ցանում է, անարդարություն, բացեր, խնդիրներ, հրահրում է դժգոհություն, նույնիսկ եմ ասում, եթե որոշել ես քննադատի ակնոցներով մտնել եկեղեցի, լիքը բաներ կտեսնես, բայց եթե մտնել ես սիրո ակնոցներով, կծածկի ամեն բան, տեսերը ծածկող է, քամը կարծեմ տեսավ Նոյի մերկությունը, բայց այն երկուսը չտեսան, որովհետև իրես ինչու, որոշել էին չտենային, դու այստեղ ես, Նոյի երկու որդիները որոշել էին, որ մենք մեր հոր մերկությունը չենք տեսնելու, սա որոշում է, իսկ մեկը տեսավ, ամեն ինչ պատմեց, եթե որոշել ես քննադատի ակնոցներով մտնել, կտեսնես, ամեն ինչից կարած գայթակղվես, ամեն ինչից, հրահրում է դժգոհություն, փնտրում է կողմնակիցների, ցանկանում է ամեն բան անել, բայց իր ձևով, ես իմ ձևով, ոնց որ գիտեմ, այտենց կծառայեմ, ոնց որ կարում եմ, հա, ու երբ որ հոյվը փորձում է ինչ-որ կարեկցիով կանի, ինչ-որ մի բան ասի, չի ընդունում, ինքը չի կարում դա ընդունի, ինքը չի տեղավորվում դրա մեջ, և արդյունքում ապստամբություն, քաոս և թագավորության պառակտում, այս ոգին վտանգավոր է նրանով, որ այն ունի գեղեցիկ տեսք, նույնիսկ եմ ասում, Աբիսողոմը շատ գեղեցիկ էր, գրված է անթերի էր, ինքը ունի գեղեցիկ հոգևոր տեսք, ճիշտ է խոսում, նրբորեն է գործում, բայց ներսում բերում է բաժանություն, բաժանումներ, հպարտություն, ապստամբություն, ավերումներ։ Այն ոչնչացնում է ոչ թե եկեղեցու պատերը, այլ մարդկանց սրտերը։ Մենք շատ ուշադիր պիտի լինենք այս ոգու նկատմամբ սիրելիս։ Եթե, չգիտեմ, մի բան կա, որ ոչ լավ, ոչ վատ ես, արդեն վատ նշաններ է։ Եթե կա դժգոհություն, եթե կա մի բաներ, բեր Աստծո առաջ ասա, Տեր իմ Աստված։ Դու ես եկեղեցում դրել ես հովիվ, ծառայողներ, ավագներ, եթե քո ավագի նկատմամբ եւ այլն, բեր Աստծո առաջ ասա, Տեր բժշկի իմ սիրտը։ Իմ վիրավորանքը բժշկի վերցրու, դե քեզ եմ տալիս։ Կարա լինի, ամեն ինչ կարա լինի, սիրելիներս, ամեն բան կարա լինի։ Մենք մարդ ենք, միս ենք եւ արյուն ենք։ Ինչպես ավարտվեց Աբիսողոմի ճանապարհորդությունը։ Ով էր ես գործիքս են սիրուն նվագում։ Դաս նվագես։ Ինչպես ավարտվեց Աբիսողոմի ճանապարհորդությունը։ 18-րդ գլուխ Բ թագավորաց 18, 9-րդ խոսք։ Թագավորը այս ամեն ինչ իմացավ, պառակտում եկավ, կիսվեց, մարդիկ երկու մասի կիսվեցին, 18-րդ գլուխ 9 խոսք։ Աբիսողոմը ջոր էր հեծնել։ Եվ ջորին մտավ մի մեծ կաղնու թավ ոստերի տակ։ Նրա գլուխը, հիշում ես նրա մազերը, որ ասեցի, նրա փառքն էր, նրա գեղեցկությունն էր, դա նրա պարքերն էր, նրա այցեքարտն էր, նրա մազերը, նրա գլուխը փաթաթվեց կաղնու ոստերին և ինքը կախ ընկավ երկնքի ու երկրի միջև, ուշադիր խնդրում եմ, երկնքի ու երկրի միջև և իր տակի ջորին գնաց, հողը փախավ, իրես Աբիսողոմը մահացավ երկրի ու երկնքի արանքում, այստեղ ես, Աբիսողոմը մահացավ երկրի ու երկնքի արանքում, ապա Աբիսողոմի ոգի ունեցողը
այլևս լիովին չի պատկանում երկրին, բայց երկնքում էլ չի մի տեսակ։ Աբիսողոմի ոգով առաջնորդվողը ինքը այլևս երկրինը չի, ինքը հոգևոր է։ Լինում է, որ ասում ես, չեմ հասկանում, ապաշխարած է այս մարդը թե չէ։ Հիմա որ մեռնի, բոլորս ենք, չեմ մեռել, նոր ասացի։ Նորություն չեմ ասում, չէ։ Բոլորս ենք մահանալու։ Տենաս ուր է գնալու այս մարդու հոգին։ Լինում է, չէ, որ ասում ես, հիմա այս մարդը Աստծուն է, թե Աստծունը չի, ես չեմ հասկանում։ Հլնայի ոնց է ծառայում, հլնայի ինչ մազեր ունի, ինչ փառք ունի։ Հլնայի ինչ գեղեցիկ անթերի է։ Բայց արարքները չեմ հասկանում, թագավորի դեմ է մի տեսակ։ Լինում է, չէ, որ նայում ես մարդուն ու չես հասկանում։ Բայց ասես եղբայր մի հատ կանգ առ ու տես։ Աստծո խոսքն ասում կանգ առեք ու տեսեք, արդյոք հավատքի մեջ եք։ Լինում է, չէ, որ նայում ես ու չես հասկանում, մի տեսակ երկիր ու երկնքի արանքում ես մարդը գտնվում։ Աշխարհինը չի այլևս, ապաշխարածը, չգիտեմ, աշխարհինը չի։ Աշխարհում չի։ Բայց երկնքից էլ մի տեսակ երկնքից էլ է կտրված։ Այս մարդը մահացավ երկրի ու երկնքի արանքում։ Հասկանում ես։ Այն ինչը որ նրան գեղեցկացնում է, նրա մազերը, այն ինչ որ Աստված կարա պարգև տա ու դա պատուհաս լինի Աբիսողոմի գլխին։ Որովհետև բնավորություն չունի։ Բնավորություն։ Այնքան կարևոր մի բան է բնավորություն։ Հիսուսը 3.5 տարի աշխատում էր աշակերտների բնավորության հետ, հետո նոր պարգևը տվեց։ Աբիսողոմի ոգի ունեցող այլևս լիովին չի պատկանում այս աշխարհին, բայց նաև չի կարող ապրել Աստծո իշխանության ներքո։ Կամ Աստծո կողմից դրված իշխանության ներքո։ Չի կարողանում մի տեսակ, չի տեղավորվում։ Ինքը մի տեսակ երկրի ու երկնքի արանքում է գտնվում ու չի հասկանում։ Ես կտրվիր, խնդրում եմ։ Այս ոգին այսօր էլ միշտ հարցեր ունի եկեղեցում, հաստատված կարգի դեմ, սա խիասենց, այն մեկը խիանենց, այս ինչ անարդարություն, ենք հարցեր ունի։ Կամ հարցեր է բարձրացնում, կամ մարդիկ է փնտրում, կողմնակիցներ, սրտեր է շահում։ Այն գտնվում է մի տեսակ երկնքի ու երկրի արանքում։ Այլևս երկրին չի, բայց մի տեսակ երկնքի իշխանությանն էլ չի։ Գիտես, այն մազերը, որը որ նրա փառքն էին, այն պարգևը, որը քեզ պիտի տա զորություն Աստծուն ծառայելու համար, ինքը պիտի Աստծուն ծառայի, այլ ոչ թե դա լինի, գիտես, փառքի պսակ։ Փառքի պսակ կստանաս, ու անպայման կստանաս, եթե մնաս հավատարիմ մինչև վերջ։ Գիտես, կա երկու բան, որ մենք լսելու ենք Հիսուս Քրիստոսից, կամ ապրես բարի ու հավատարիմ ծառա, կամ չար եւ ծույլ ծառա, երրորդ բան չկա։ Չի լինելու մի կերպ։ Լավ, արի, ոչինչ։ Չկա հայկական վարիանտով, մտնենք տակից բան սենց, ծանոթով, չի լինելու նման բան։ Հավատարմություն, սիրելիս։ Աստված կարա պարգև տա, բայց մենք այնքան դրանով փառավորվենք։ Մարգարե։ Գիտես ոնց է մարգարյանում, իմ ասածը 10-ից 10 խփում է։ Պատուհաս։ Կարա լինի պատուհաս։ Ասեմ ամենաուժեղ բարձրանալու տեղը։ Ով ազում անա։ Ով ազում անա։ Գիտես որտեղ Աստծո բարձունքը։ Գիտես որտեղ է։ Այնտեղ, խոնարհության մեջ է։ Ցածրում, ներքևում այնտեղ է։ Աստծո բարձունքը այնտեղ է։ Աստծո բարձունքը խոնարհության մեջ է։ Այնտեղ է երևում, մարդը աղոթող է թե չէ։ Օրինակ, գիտես, ես միշտ վայելում եմ ձեր եկեղեցու մեջ Աստծո ներկայությունը, ինչքան որ այստեղ եղել եմ։ Հենց առաջին իսկ րոպեից փառաբանությունը, որ սկսվում է, Աստծո ներկայությունն է գալիս։ Այ հիմա էլ։ Որովհետև այս մարդը աղոթել գիտի, ծածուկ սենյակ ունի, ինքի վրա աշխատում է, փառաբանության թիմը,
Ես առաջին իսկ րոպեից ես զգում եմ Տիրոջ ներկայությունը, դա ոչինչ չես կարող շփոթել։ Դա լավ է։ Դա մազերն են, հասկանում ես։ Բայց այդ մազերը չպետք է խճճվի ծառերի մեջ։ Այդ մազերը, այդ գեղեցկությունը, այդ պարգևը, այդ շնորհը, այդ տաղանդը, այդ մնասը, որը որ Աստված տվել է, գիտես ինչ համար է, նրան ծառայելու համար է, նրան փառք բերելու համար է։ Ամեն։ Եվ սա նա է, հանկագինս, սա նա է, երբ որ մարդը հպարտանում է իր պարգևով։ Պարգևով հասկանում ես։ Պարծենողը թող պարծենա որ Աստծուն է ճանաչում։ Աստված է պարգև տվել, այդ պարգևով մենք ինչ Աստծո տված պարգևն է։ Ոնց որ իմ երեխան պարծենա, որ ես նրան մեքենա եմ նվիրել, իմ առաջ պարծենա։ Այդ տղա ջան, ես եմ բանալին քեզ տվել, ես եմ քշել սովորացրել, դու եկել ես իմ մոտ գլուխ ես ողում։ Մենք այդպես պարծենում ենք Աստծո առաջ։ Ինքը տվել է պարգև, ես էլ պարգևով պարծենում եմ։ Պտուղով։ Պտուղով։ Պտուղ ունես, լավ է։ Բնավորություն ունես, հրաշալի է, չունես, ձեռք բեր։ Սա նա երբ որ մարդը պարտանում է իր պարգևով, ազդեցությամբ, գեղեցկությամբ, դիրքով, հաջողությամբ, ծառայությամբ, իսկ սա վտանգավոր է։ Այն ինչ Աստված տվել էր օրհնության համար, կարող է դառնալ հպարտության աղբյուր։ Աբիսողոմի ոգին այսօր քանդում է ծառայություններ, բաժանում է եկեղեցին, հանում է մարդուն Հովվի դեմ, ստեղծում է խմբավորումներ, առաջ է մղում սեփական ամբիցիաները արդարության քողի տակ։ Եվ այն հաճախ գալիս է վիրավորանքի, չներումի, իշխանատենչության, ճանաչման ծարավի միջոցով։ Այսպես է գալիս։ Ամեն կետի վրա կարամ երկար կանգնել, բայց չեմ կանգնել, մեր ժամանակ արդեն վերջացավ։ Ինչպես պաշտպանվել Աբիսողոմի ոգուց։ Ով ա ուզում։ Ասես եղբայր ջան, ասի լավ ասիր։ Ոնց անեմ բա։ Ասեմ ոնց անել։ 6 կետեր կասեմ։ Կարաս 7-րդ ավելացնես 8-րդը։ Ինչպես պաշտպանվել։ Պաշտպանեք ձեր սիրտը վիրավորանքից։ Տվեք ուղղակի այդ վիրավորանքը, տվեք Աստծուց, թե տեսեք ուր տարավ։ Արդարացի էր վիրավորվել Աբիսողոմը։ Արդարացի էր նրա պահանջը իր եղբորից, արդարացի էր ինչու ես քրոջս պատվի հետ խաղացել, արդարացի էր։ Նույնիսկ աշխարհում դատական համակարգում կա աֆեկտ կոչվածը։ Երբ որ աֆեկտի տակ ես մի բան անում, հետո քեզ կարան արդարացնեն, մարդ նույնիսկ կարա սպանես աֆեկտի տակ, պաշտպանում ես այդ պահին, կարաս արդարացվես, բայց եթե 2 տարի վիրավորանքը Աբիսողոմը պահել էր սրտի մեջ, չարդարացվեց, որտեղ նա արդեն դառել էր պոտենցիալ մարդասպան, նա դառել էր պոտենցիալ եղբայրասպան։ Առաջինը պաշտպանիր քո սիրտը վիրավորանքից։ Երկրորդը սովորեք խոնարհություն։ Իսկ սա շատ կարևոր մի տեղ է։ Խոնարհության դաշտը։ Փախեք եւ խուսափեք բաժանումներից։ Իրես սա պառակտում է եկեղեցին, երբ որ բաժանումներ են լինում։ Սրա շուրջ, նրա շուրջ, նրա շուրջ։ Սա լավ տեղ կարա չտանի։ Փախեք եւ խուսափեք բամբասանքներից։ Ախ այդ բամբասանքները գիտես, քանի տուն է քանդել, քանի եկեղեցի է պառակտել, քանի հոգևոր մարդկանց կյանքեր է խլել, բամբասանքները եւ իշխանությունը խաթարելուց։ Եկեղեցում դրված է այսինչ իշխանություն, այսինչ կարգ ու կանոնը, փախեք դրան պառակտելուց։ Մի փնտրեք դիրք, այլ փնտրեք Աստծո ներկայությունը։ Իրես Հիսուսը ուներ ամենաբարձր դիրքը։ Ու գրված է նրա մասին Փիլիպեցիների նամակ 2 գլուխ 6-րդ խոսքից, որ նա Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ իր անձն խոնարհեցրեց։ Մարդու կերպարանք առնելով, մարդու պես ապրելով,
իրան խոնարհեցրեց մինչև մահ, այն էլ խաչի մահ։ Եվ այդ Հիսուսը, ինչպես կասեր մեր հովիվը, գիտես, սրբիչ վերցրեց եւ առաքյալների ոտքերը լվաց։ Շատերը դիրք են փնտրում, բայց Հիսուս ասում է գնա վերցրու սրբիչը ու լվա մարդկանց ոտները չորացրու։ Այս սա է ամենաբարձր դիրքը, սա խոնարհությունն է։ Մի փնտրեք դիրք, այլ փնտրեք Աստծո ներկայությունը։ Ունեցեք ոչ թե Աբիսողոմի, այլ Դավթի հոգին։ Ու Դավիթը լաց էր լինում, երբ որ իմացավ իր որդուն սպանել են։ Եվ նա լաց էր լինում ոչ թե գահի համար, այլ նա լաց էր լինում, որովհետև որդի է կորել, որդի է կորցրել։ 18:33 եւ խռովեց թագավորն ու գնաց վերև։ Դռան վերնատանը գնում ու լաց էր լինում։ Եվ այսպես էր ասում. Որդիս Աբիսողոմ, որդիս, իմ որդի Աբիսողոմ, երանի թե ես մեռնեի քո փոխարեն։ Օ Աբիսողոմ, որդիս, իմ որդի։ Դեսը սարսափելի պատմություն է։ Սարսափելի է որդի կորցնել։ Սարսափելի է հոգևոր որդի կորցնել։ Ես քեզ որպես հովիվ եմ ասում, եկեղեցու հովիվ։ Դու կարծում ես ես չգիտեմ իմ Աբիսողոմին։ Դու կարծում ես ես չեմ ճանաչում իմ Հեզաբելին։ Դու կարծում ես ես չգիտեմ ով է իմ Սողոմոնը։ Դու կարծում ես ես չգիտեմ ով է իմ Ամնոնը։ Հարց կարածակի Աբիսողոմի մոտ խի հայրը Ամնոնին չպատժեց եւ այսպես մուրը կհանեմ թագավորից։ Ամեն ինչ տեսնում է։ Ուղղակի այստեղ գիտես այնքան հետարքիր նկարագրում է նրա լացի միջոցով նրա սիրտը, որ նա լաց էր լինում ոչ թե գահի համար, այլ որդի է կորցրել։ Դու կարծում ես նա չգիտեր ով է իր որդին։ Նա իմանալով, որ իր հոգին է փնտրում, իր անձն է փնտրում, նա ասեց պատանի Աբիսողոմին մատով չկպնեք։ Նա մեկ հրամանով կարող էր ոչնչացնել։ Ես այնքան լավ եմ ես հասկանում այստեղ Դավթի սիրտը, դու չես պատկերացնում, երբ որ դու ճանաչում ես Աբիսողոմն ով է։ Բայց քանի որ ունես այդ սիրտը, այդ հովվական, այդ հոր սիրտը, ես չեմ վախենա սա ասեմ, սա թագավորի կեցվածք է, երբ որ հովիվը այդ ամեն ինչը տեսնելով, այդ հայրական սիրտ ունենալով, մատով չկպնեք նրան։ Մատով չկպնեք նրան։ Երբ որ դու հանձնում ես, տալիս ես Աստծուն։ Եվ սա է տարբերությունը դիվային ոգու եւ Դավթի հոգու տարբերությունը։ Սա է տարբերությունը սիրելիս։ Ես ուզում եմ, որ մենք աղոթենք։ Եթե դու մի պահի բռնացրեցիր, որ ես խնդրեմ, որ կանգնենք Աստծո առաջ։ Եթե դու մի պահի բռնացրեցիր, որ